հեռվից էի նկարել, չէիք տեսել կրեմները, ուզում եմ նորից մոտիկից ցույց տամ, սա բաններ, այդ սերումը, կսում եմ ես սկզբում մաքուր մաշկի վրա, հետո նոր ցերեկային կամ գիշերային կրեմն եմ կսում, օրը 2 անգամ պետքա կսվի, ֆիրման էլի Կրոյդվատ խանութում ամեն ինչ իրանց ֆիրմայինը իրար հետ են դնում, սրանից հետո կսում եմ այս ցերեկային կրեմը էլի իրանց ֆիրմայի, տուփերը արդեն գցել եմ, բայց այսպես գրած է անունը, Կրոյդվատի անունը վրան գրած է, 30 SPF ունի դեպ, արևից պաշտպանություն, սա ցերեկայինը լավն է, ես առնելուց հետո արդեն քանի օր կսում եմ, լավն է, սա ցերեկայինը, գիշերայինն էլ էլի նույն Կրոյդվատ ֆիրման, սա գիշերայինն է, այստեղ ասեմ, այս բանը կոնսիլերը այդքան շատ չհավանեցի, նոր առաջին անգամ եմ փորձել, հենց նոր եմ փորձել, այդքան չհավանեցի, չգիտեմ, գույնն էլ այդպես, համ սրանը, համ էլ այս մյուս կոնսիլերը գույնը այդքան էլ ոնց որ ինձ չհամապատասխանեց, հիմա երկուսն էլ փորձել եմ, բայց վրայից նորից իմ ունեցած հնի մեջ մի քիչ ունեի, դա եմ նորից սկսել, որովհետև գույնը այնքան էլ համապատասխան չի, իրանց մոտ էլ ասում են չի կարելի բացել փորձել, կրեմը հենց նոր օգտագործեցի, կրեմի երանգն էլ այնքան ինձ համապատասխան չի, մի քիչ ոնց որ ավելի այսպես տաք երանգ է, ինչ էր սրա գույնը, վարմ բեժ, էսա վարմ բեժ, ինձ երևի հենց բեժն էր պետք, որ չկար այդպես առանձին բեժ, մի քիչ ոնց որ տաք երանգ լինի, բայց ամառվա համար երևի չի խանգարի, էլի այդպես մի քիչ զագարի երանգ կտա, սա էր, տոնային կրեմը, այստեղ էլի աչքերի կրեմն էր, ասել եք մոտիկից ցույց տամ, դրա համար եմ նորից ցույց տալիս, տեսեք այս մուգ շրջանակների համար գրված է, սա էլ են մյուսներ, վիտամին C-ով հարուստ, էլի աչքերի համար, աչքերի տակի աչքերի շուրջ մաշկին քսելու համար, սա էլի տոնային կրեմ էր, որ դեռ չեմ փորձել, չգիտեմ գույնը ոնց կլինի, SPF-ը 30, այս վիտամին C-ն էլ օգտագործում եմ, կեսը կա դեռ, սկզբում քսում եմ ուրեմն սիճուկը, այսա, հետո քսում եմ վիտամին C-ի կրեմը, հետո նոր քսում եմ ցերեկայինը, այս երեքն էլ քսում եմ առավոտյան, իսկ երեկոյան այս ցերեկայինի փոխարեն արդեն գիշերայինը, դեմքս լվացնելուց հետո եմ անում, բարի օր ժողովուրդ ջան, նայեցիք կրեմները, եթե էլի ինչ-որ բան պարզ չէր գրեք, եթե զգում եք դեմքիս գույնը մի քիչ ոնց որ զագար ընդունած լինեմ, բայց ոչինչ ամառը կարելի այսպես օգտագործել, իսկ հիմա էլի իմ գույնը չէր, տաք բեժը, պետքա բեժ լիներ ամեն դեպքում, հիմա արդեն առել եմ, բայց եթե մյուս գնալուց տեսնեմ բեժ կա կվերցնեմ, այդպես գենտ եմ արդեն եկել գործի եմ գնում, էլի գնացքները այսօր էլի գործադուլ են անում, այսօր չէ, ամբողջ շաբաթը անում են, մինչև 30-ը ներառյալ, 31-ին էլ առանձին ոնց որ համընդհանուր գործադուլ են անելու, ես էլ եմ գրանցվել, բայց հաստատումը հələ չի եկել, տեսեմ կգնամ, չգիտեմ էլ անգամ որտեղ է, Բրյուսելում է թե որտեղ, ահագին լավ եղանակ է, մի քիչ սառը քամի կա, հիմա տրամվային եմ սպասում, գնացքները ժամը 1 էին գալիս, մի հատ գնացք էր, ժամը 1 մի գնացք, գալը եկա հասա, ետ դառնալն էլ գնացք երևի չի լինի, որովհետև հարմար չէր, պետքա ոնց որ մի հատ իմ գործից հետո մի հատ գնաց կա, որ գնալու է Բրյուսել, Բրյուսելից հետո նոր գնալու է Ազտ, ժամուկես տևելու է, շատ երկար կլինի, դա չեմ վերցնի, ավտոբուս կվերցնեմ, ավտոբուսով կգնամ, մի հատ վերջին ավտոբուսին հասցնում եմ, դրանով ետ կգնամ, այդպես ժողովուրդ ջան,
Երեք ուզում էի ամբողջ օրս այնքան ծանրաբեռնված ու զբաղված էր, ուզում էի մի հատ էլ վիդեո սարքեմ, հարցերին պատասխանեմ, բայց իրոք ֆիզիկապես չհասցրի։ Հիմա մտածում եմ ամեն վիդեոյի մեջ գոնե մասնակի այսպես հարցերին պատասխանեմ, հարցրել եք, որ քարտն է անվճար, այստեղ ես կոնկրետ չգիտեմ այդպիսի քարտ, որ անվճար լինի։ Քարտերը անվճար ստանում ենք, բայց ամսական վճարները իրանք պահում են։ Մենք երկու բանկից ենք օգտվում, երկուսն էլ ամսական ծառայության վճար վերցնում են։ Երևի նոր միացողներն են հարցրել, երեխաներ ունեմ, հա ունեմ, հա իմ տրամվայի չի, հետը նայում եմ, որ տրամվայի գա, անցնեմ փողոցը։ Երեխաներ Փառք Աստծո ունեմ, 4 երեխա ունեմ, 3 աղջիկ մի տղա, բոլորն էլ արդեն մեծ են, երկուսը ամուսնացած են, երկուսը ոչ։ Հասրել եք ինչ ենք ընտրել Բելգիան, անկեղծ ասած, երբ որ որոշեցինք արդեն Հայաստանից դուրս գալ, պատահականության սկզբունքով ընտրեցինք Բելգիան։ Ես կոնկրետ օրինակ ասում էի, դե փոքր երկիր է, լավ է, չգիտես թե փոքր ինչ կապ ուներ, բայց ես մտածում էի, որ փոքր ավելի լավ է, քան մեծ, դրա համար զուտ պատահական ենք ընտրել Բելգիան։ Այդպես ոնց որ նստել ենք, որոշել ընտանիքով էլի, նայել ենք քարտեզն ու որոշել, որ երկիր գնանք։ Դրա համար ենք Բելգիա եկել։ Համ էլ դե ժողովրդավար երկիր է, ոնց որ Եվրոմիության բոլոր երկրները, բայց այստեղ հատկապես, որ գիտեք, Եվրոմիության մայրաքաղաքն է Բրյուսելը։ Գնա տրամվայից եկավ, գնամ։ Wat een heel normale reactie is om je afstand ervan te nemen, snap je? Ja, maar dat is omdat ze zelf, zoals ik gezegd, die zitten daar zelf zodanig in. Dat is juist goed uiteindelijk dat jij hier aan. Չնայած ժողովրդավարությանը երեք այս քաղաքի կայարանում մեծ կայարան է, ժամը 11-ի կողմերը 3 տղա տարիքները չգիտեմ, բայց հետո մեկնաբանություններից իմացա, որ երևի այդպես դեռահասներ են եղել, հարձակվել էին մի կնոջ վրա, 32 տարեկան կնոջ վրա ու հեծանվան հարվածել էին, ինչ էին արել, հեծանիվն էին վերցել ձեռքից, կինը ուրիշ ազգեր եղել, չգիտեմ ինչ ազգեր եղել, իր ոնց որ տարազով էր եղել, հետո տուն էր գնացել այդ կինն ու զանգել էր ոստիկանություն, մնացածը տեղյակ չեմ, բռնել էին, թե չէ, դե կբռնեին, հիմա դժվար չի, կամերաները ամեն տեղ դրված են, այսինքն ժողովրդավար երկրներում էլ են շատ պատահում այդպեսի ռասիստական բաներ, ոնց տեսակ արդեն տրամվայից իջել եմ, ջինսի չալվարը ձեր խորհրդով նաև, ես էլ այդ կարծիքին, որ ինչ շատ չի սազում, ետ եմ տանում, բայց փոխարեն էլ չեմ վերցնի հիմա, մենակ եմ բեժը թող մնա, որովհետև ջինսի սեզոնացնում է, ես էլ լիքը ջինս ունեմ, այնքան որ ուզում էի, որ լայն փոխկերով վերցնեի, թող մնա արդեն աշունը ջինս, կամ էլ եթե կտեսնեմ, կամ էլ եթե ընթացքում կտեսնեմ այդպիսի մի բան, որ կփորձեմ ինձ կսազի կվերցնեմ, այդպես ժողովրդյան ուզում եմ ընթացքում հիշեմ հարցերին, հարցրել եք Գյումրիից ինձ հետևում են, հիմա անունը չեմ հիշում, կներեք ջերմ ողջույններս ձեզ, ծնկների համար բան էիք հարցրել, այդպես միանշանակ չի, թե ծնկների համար ինչ բաղադրատոմս կարելի ասել, որովհետև նախ պետք է իմանանք, թե ծնկները ինչից են ցավում, հոդերից է, թե ինչ է։ Բարգիշ ժողովուրդյան, տարբեր օրեր եմ նկարում, ոնց տեսնում եք, մի քանի անգամ եմ բարևում, բարևն Աստծունն է, ոչինչ, ինչքան շատ, այնքան լավ։
Գործ եմ գնալու, մի քիչ ժամանակ ունեմ, հիմա պետք է իմ համար ընդմիջման համար մի բան սարքեմ, բուտերբրոդ սարքեմ դնեմ, ասեցի հետնել միանամ մի երկու հարցել հիմա պատասխանեմ, որովհետև չեմ հասցնում, իրոք ֆիզիկապես չեմ հասցնում։ Այդ ծնկների համար ինչ որ այդպես, չգիտեմ, փորձված բաներ չեն, ես ինքս չեմ փորձել, լսել եմ, բայց չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց այդ որ տնտեսական օճառը դրա ոնց որ ջրի մեջ այդպես փրփրաջուր սարքեք, թռչոցը դնեք, ամբողջ գիշեր մնա, ասում են օգնում է, չգիտեմ, ամեն դեպքում ոնց ասեցի արդեն խորտ կտամ բժշկի հետ խորհրդակցեք ամեն ինչ, ու ձեզ շատ առողջություն եմ ցանկանում, սիրելի հայրենակցուհի։ Հիմա ուզում եմ բուտերբրոդ սարքեմ, հետը սարքեմ, հետը մի քիչ զրուցենք ժողովուրդ ջան, հարցրել եք մեդիտացիայի մասին, թվագիտության եւ այլն, ես թվագիտություն այդպես ես ոչ ուսումնասիրել եմ, ոչ գիտեմ, բայց մեդիտացիայի համար կարամ ասեմ, որ ես անում եմ հենց ինքս անում եմ մեդիտացիա, դրանից ոգևորվելով ես ինքս էլ ձայնագրել եմ երկու հատ մեդիտացիա, ինչ շատ լավ օգնում է մտքերը ոնց որ կենտրոնացնել ինչ որ բանի շուրջ ու կտրվել խանգարող մտքերից, թափառող մտքերից։ Ես դրա համար հենց ինքս ձայնագրեցի, որ ինձ օգնում էր, ասեցի թող ուրիշներն էլ լսեն, իրանց էլ, ես ինքս իմ ձայնագրածը հենց լսել եմ, քնելուց առաջ եմ լսել, ահագին լավ օգնում է։ Այսինքն ինչ անում, իմ պարագայում դադարում եմ, արդեն չեմ մտածում ուրիշ բաների մասին, այդ ուրիշ մտքերը ինձ հանգիստ եմ ոնց որ թողնում, կամ ես ինքս կենտրոնանում եմ իմ ասածի վրա ու չեմ մտածում ուրիշ բաների մասին։ Այդպես մեդիտացիայի համար, այդպես որ ես խորհուրդ կտամ մեդիտացիա լսել, անել, ոչ միայն լսել, այլև անել շատ լավ օգնում է, հանգստացնում է, էլի շատ հանգիստ։ Պիգմենտացիայի համար, նաև դեմքի համար կարակ օգտագործեք, օգնում է հասած բանանը, մի հատ հասած բանանը տրորում եք, ավելացնում եք 5 ճաշի գտալ մածուն, սովորական մածուն, ու քսում եք շաբաթական 3 անգամ դեմքին, մաքուր լվացրած դեմքին, բնականաբար պիգմենտների վրա, ամբողջ դեմքին, պետք է բայց կրկնել, այսպես կանոնավոր անել, դա է օգնում, հետո կարելի է նաև սմբուկի այդ մեջի փափուկ հատվածը բլենդերով մանրել ու ավելացնել մեղր, պես որ այդպես պինդ զանգված լինի ու քսել պիգմենտների վրա։ Հատկապես այդ պիգմենտները կանանց մոտ է շատ լինում, որ կապված է հորմոնների հետ, էստրոգեն, պրոգեստերոն հորմոնների հետ, դրա համար շատ ենք մենք դժվում, ամեն կողմից կանայք դժվում են։ Ես նախկինում ձեռքի համար, ասեմ, որ ինձ մոտ 30 տարեկանում առաջի պիգմենտը առաջացավ, հիմա բավական նվազել է, այդքան շատ չկա, ահագին շատ թանկ կրեմներ էի առնում օգտագործում, մի փոքր ոնց որ գույնը բաց էր պիգմենտների, բայց այդպես չէր, որ վերացնում էր կամ վերացրեց, էլի։ Ահա միրգն էլ դրեցի, խմձոր եմ դրել, գազար, մի քանի հատ էլ խաղողի հատիկ։ Խաղողի հատիկը դրել եմ դուտի, երբ որ ճաշումս ընկնում է մի քանի հատիկ ուտելու համար։ Գազար, այսպես մանր կտրատել դրել եմ ու խմձոր եմ այսպես կլպել դրել։ Այս վերջի վլոգը, որ գցել էի, նայում եմ ահագին շատ նայել են ու ոչ մեկը չի հավանել, մտածում եմ երևի արդեն հետաքրքիր չի, դրա համար արդեն այս երկու օրը մտածում եմ կարող այլ չնկարեմ, եթե հետաքրքիր չի, դրա համար գուցե մարդիկ լայք չեն դնում էլի, որ հետաքրքիր չի, այնպես որ եթե հետաքրքիր է իմ վլոգները, խնդրում եմ մի հատ լայք դրեք, որ հասկանամ, որ իրոք հետաքրքիր է, որովհետև ոնց որ մոտիվացիաս կորի էլի։ Այդպես սիրելիներս, ոնց որ դրեցի ես իմ ճաշը, այսինքն իմ ընդմիջման համար, բուտերբրոդն ու միրգը, անպայման վերցնում եմ հեղուկ յոգուրտ, 2 հատ հեղուկ յոգուրտ եմ խմում այդ բուտերբրոդը ուտելիս։ Այդ պիգմենտների համար ես առանձին դիմակներ կսարքեմ, ձեզ էլ ցույց կտամ, համ ես կքսեմ իմ ձեռքերին, համ էլ դուք օգտագործեք, այնպիսի դիմակներ կսարքեմ, որ դեմքին էլ կարելի լինի քսել, միասին կանենք։
Հարցրել եք քաղաքացիություն ունենք, թե ոչ, ոնց է ստանում, մենք ունենք քաղաքացիություն, այդ մասին առանձին հաղորդում կպատրաստենք, իսկ թվում է այդ թեման շուտի հետ կքննարկենք, ավելի շուտ իրան կհրավիրեմ հարցազրույցի, ինքը կպատասխանի։ Twee keer ooit is geweest. Excuseer Slovenals, het station van Melle. Door technische problemen tijdens de vorige rit van deze trein bestaat deze trein maar uit 3 rijtuigen in plaats van 9. Onze excuses alvast hiervoor. Yeah, but you know, say if you come back, my husband will want to do next, maybe now if I just stay with the family for them, maybe one week, just answer the Գնացք այնքան լիքներ, ահագին մարդ կար կանգնած, ոտի վրա ստուգողն եկավ, սկիչը ասում է, կարակ գնաք առաջին կարգում նստեք։ 9 վագոնի փոխարեն 3 վագոներ եկել, դրա համար այդպես լիքներ, հետել օրի չորեք շաբթի միշտ լիքն է լինում։ Առավոտ արթնացա, պատուհանից նայում եմ, այն հարևանուհիս, որ ասել եմ 90 տարեկան է, ուրեմն հագած, կապած, հարդարված, ականջողերը երկար կախած, թևնոցը գցած, այսպես լավ սիրուն զարդարված, մաքրություններ անում, այդ հատակի գցելու շորերը հանել, հերթով դուրսը թափեր տալիս, նայում եմ ու սիրուն հագնված, նայում եմ, ասեմ, տեսնում եք, ու սենց կյանքով լիքը կին է այդ տարիքին, կյանքը եռում է մեջը, անընդհատ ակտիվ, ինչքան բան է, էլի, կարևոր է, չնայած իրանց ապրելակերպը ուրիշ է եղել, այստեղ Հայաստանի նման չի, էլի, այստեղ լավ են ապրել, լավ են ապրում, դրա համար էլ այդպես լավ վիճակում է։ Ժողովուրդ ջան, էլի եկել եմ, տրամվային եմ հիմա սպասում, մի հատ կա կանգնած, բայց իմը չի, սպասում եմ մինչև իմը գա։ Այս մեկը կգնա, հետո նոր իմը կգա։ Տեսեք ինչ եռու զեռա այստեղ։ Շատ պատահական նախկին գոլեգայիս հանդիպեցի, կարելի է ընկերուհի էլ համարել, չնայած որ ինձանից շատ երիտասարդ է, Իրանից է, շատ լավ աղջիկ է։ Անցյալ տարի մայրն էր մահացել, հիմա էլ պարզվեց հայրն է մահացել, շատ տխուր էր, մի քիչ հուսադրեցի, ինչ արած, բոլորիս ծնողներն էլ մի օր հեռանում են, մենք էլ մի օր կհեռանանք,
կյանքն այդպես հները գնում են, նորերն են գալիս, ժամանակ չունենք երկար զրուցելու, ինքը գործը վերջացրել էր, ես եմ նոր գնում, ժամանակ չկար, ինչև է, ենքան փոքրա, որ քաղաքը ենքան փոքրա, որ ծանոթների ենք հանդիպում, թե գնացքը լիքներ, տրամվայի ավելի լիքներ, ես ինչա կատարվում ես չորեքշաբթի օրերը, այսպես կարճ նկարում անջատում եմ, որովհետև հարմար չի լինում, մարդիկ են անցնում, կամ պետքա նայեմ մեքենաբան հո չկա, փողոց եմ անցնում, հետն արագ գնում եմ, 3 գործի համար սև գույնի մայկաներ ու շալվար էի վերցրել, մեծ եղավ, զարմանալիորեն մեծ եղավ, ուրախացա, որ մեծ էին, ինչից ուրախացա, մտածեցի կարող մի քիչ նիհարել եմ դրա համար էլ մեծ, որովհետև իմ չափից էլ մի չափս փոքր էի վերցրել, հիմա տանեմ, հասցնեմ այդ արագ փոխեմ, ավելի փոքր չափսը վերցնեմ, այսինքն small-ը պետքա վերցնեմ, տեղատանն էլ գործ ունեմ, բայց երևի չեմ հասցնի, քանի որ խանութում պետքա սրանք փոխեմ, չեմ հասցնի տեղատուն մտնեմ, այսօր գնամ սա անեմ, տեղատունն էլ կմնա երևի վաղը, կամ մյուս օր, չգիտեմ, ահագին ցուրտ է, 10 աստիճան, վերջի պահին ասեցի շարֆ վերցնեմ, են էլ տաք շարֆերը արդեն հավաքել էի, վերև էի տարել, ձմեռային հավաքածուն հավաքել էի, բարակ շարֆ եմ վերցել, որովհետև լավ ցուրտ է, չեմ գցել, հիմա լավ է, այսպես շատ չեմ մրսում, բայց իրիկունը, որ կանգառում ավտոբուսի եմ սպասում, այդ ժամանակ մրսում եմ։ Ծաղիկների մոտ եմ, այսպես անտարբեր չի կարելի անցնել, պետքա նկարել։ 4 եվրո արժե նարցիսները նայեք։ Այն մեկը բոլորիս ծանոթ է, չէ, ես էլ Հայաստանում ունեի 7 եվրո արժի։ Այստեղ էլ վարդերը։ Այստեղ էլ նայենք ու անցնենք առաջ։ Այստեղինները լավն են։ Նայեք հերթը են ռեստորանի մոտ, մարդիկ սպասում են, որ ներս մտնեն։ Համ գինն է ժան, համ էլ համով են սարքում։ Դրա համար այդպես հերթ են կանգնել։ Այստեղ շատ աշխույժ է։ Հեծանիվներն էլ ամեն տեղ կան։ Բարձով կարան վերցնեն մարդիկ։ Այս սովորական սև մայկաներից եմ ուզում վերցնեմ գործի մեջ հագնելու համար, իմը մեծ եղավ, small-ը պետք է վերցնեմ։ Լավ մի հատ վերցնեմ։ Այս սև տաբատն էլ գործի համար եմ ուզում վերցնեմ, սել էի, իմը վերցրել մեծ եղավ։ Սել վերցնեմ։ Ես պաչկոնն էլ է սիրուն, 30 եվրո արժի։ Հիմա հագնելու համար հարմար է, բայց այս կրպանները մի քիչ սիրուն չեն, չէ, այսպես քառակուսի։ Գույնն էլ շատ սիրուն է, իրականում այսպես մի քիչ ուրիշ է երևում։ Իմ օրը այսպես ավարտվեց գործից հետո, այս սիրուն վայրում կանգնած տրամվային եմ սպասում։ Իսկ դուք լավ մնացեք, չմոռանաք հավանել տեսանյութը, որևէ մեկնաբանություն թողնել իմ սիրելի հարազատ մարդիկ։